Ակադեմիական քաղաք հասկացողությունը իրականում ինքը ռուսական սովետական տերմին է, սկսենք դրանից, հա։ Եվ ակադեմիական քաղաք ենթադրում էր ինստիտուտներ, որտեղ մարդիկ ապրում էին, սպասարկող անձնակազմ է ապրում եւ այլն եւ այլն։ Բայց դա Հայաստանի համար, որի բյուջեն մի քանի միլիարդ դոլար է, ասենք 2-3 միլիարդ դոլարի ծախս է ենթադրում, որովհետև ըստ շրջանառվող լուրերի այդ ակադեմիական քաղաքը պետք է լինի ինքնաբավ, ունենա իր ամենատարբեր ենթակառուցվածքները, հասանելի լինի Գյումրիից Երևան գնացող, աշտարակ գնացող ուսանողի համար, այսինքն առավոտ պետք է ուսանողը զարթնի, նստի ինչ-որ տրանսպորտ, գնա տեղ, հետ դառնա կա։ Շատ սիրուն արագ ասացինք, հիմա կանք դրա խնդիրներին։ Աշխարհում բուհերը գնում են ասոցացված կառավարման, որպեսզի մեկ չափանիշի տակ, մեկ պահանջի մեջ համախմբեն ամենատարբեր բարձրագույն կրթության դերակատարներին, հա։ Այսինքն բարձրագույն կրթություն ենթադրում է ինչ-որ մի բան, որին հասնելու համար պետք է լինի ինչ-որ մի խնդիր, նպատակ, որը հաղթահարելուց հետո հասնես այդ կետին։ Լավ բան է, բայց Հայաստանում դեռ 12-14 թվականներին փորձ արվեց բուհերի խոշորացման։ Այսինքն վերջապես մենք պետք է հասկանանք էլի, թե բարձրագույն կրթությունը ինչ է, ով կարող է զբաղվել բարձրագույն կրթության կազմակերպմամբ, ով է բարձրագույն կրթության շրջանավարտը եւ ինչքանով է այդ ամբողջը համապատասխանեցված եւ Հայաստանի եւ միջազգային, այսպես ասած, պահանջարկին, հա։ Դա Հայաստանում սկսվեց Բոլոնյան խարտիայի հետ կապված տարբեր համաձայնագրերով, որոնցից հետո հայաստանյան բոլոր բուհերը անցան պետական հավատարմագրման process, որը նշանակում էր, որ այս կամ այն բուհը X չափով համապատասխանում է միջազգային այս կամ այն ստանդարտին։ Այդ միավորման գործընթացը շատ ցավոտ ընդունեցին մարզերում։ Երևանում եւս կար դրա հետ կապված ամենատարբեր տարաձայնություններ, բայց հատկապես մարզերում, կոնկրետ Գյումրիում այդ ամբողջին շատերը դեմ կանգնեցին եւ ճիշտ արեցին, բացատրեմ ինչի։ Քաղաքից անեք մոտարապես 3-ից 5000 ուսանողությունը, որոնք գույն են հաղորդում եւ նաեւ մշակույթ են թելադրում քաղաքին, հա, ամեն դեպքում կրթություն ստացող մարդը մշակույթ թելադրող է նաեւ։ Ինչ կունենանք արդյունքում, կունենանք կիսա աշխուժ մի քաղաք, հա։ Երկրորդ, այդպես հեշտ ասում ենք ակադեմիական քաղաք։ Վրաստանը Բաթումիում նմանատիպ մի փորձ արեց, սա այս մի 10 տարի առաջ, եւ անգամ բյուջետային аэроպորտ դարձրեց Կուտայիսի аэроպորտը, որովհետեւ նաեւ միջազգային հոսք ապահովի, հեշտացնելով ամենատարբեր ցանկացողների դիմելիությունը դեպի վրացական բուհեր։ Ծախսվեցին ահագին մեծ գումարներ, պրոյեկտը ավարտված չէ, 10 տարի անցել է։ Հիմա ստեղ ինչ է կատարվելու։ Մյուս տարվանից հավանաբար այս իշխանությունը կքչացնի վճարովի եւ անվճարովի տեղերը, որտեղ ինչ-որ մի պահի պետք է կանգնեցնի ընդունելությունը մարզային եւ այլ բուհեր, հա, Երևանում։ Ինչի պետք է կանգնացնի, որովհետեւ եթե խոսքը 2030 թվականի մասին է, 2029 թվականին ընդունված առաջի կուրսեցին իրավունք ունի ընդունվելուց հետո ավարտելու այն բուհը, որը ինքը ընդունվել է։ Իրան ինչ էլ առաջարկեն, ինքը կարող է ասել. ես ընդունվել եմ այս բուհը, ավարտելու եմ այս բուհը։ Որովհետեւ ակադեմիական քաղաքի գաղափարը մի քիչ էլ որ հանրության մեջ զարգացավ, սեպտեմբերին ես ձեզ խնդրում եմ ընդհանուր ստատիստիկա անել անցյալ տարվա դիմորդների քանակը հայաստանյան բուհեր
Եվ այս տարվա 24 թվականի սեպտեմբերի դիմորդների քանակը, որը միանշանակ նվազելու է։ Դասախոսական կազմը։ Պրոֆեսորատ դասախոսական կազմը միջին եւ տարեց տարիքի մարդիկ են։ Այդ մարդիկ գնալու են աշտարակում ապրեն, թե մենք մի ամբողջ սեգմենտ հասարակության մեջ դնում ենք կողքի, ասում ենք տղեկ գնացիք թոշակի, դուք չեք կարող գալ աշտարակ եւ այլն եւ այլն։ Ոնց ենք անելու դա։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, վերջապես բուհերը, այո, ունեն խնդիրներ, բայց տարիներով տրադիցիաներ ձևավորած ամենատարբեր խնդիրներ հաղթարած ներուժ ունեցող կառույցներ են, որոնք նաև ունեն որոշակի, այսպես ասած, բացի ավանդականից, նաև դեպի ժամանակակից պրոցեսները ձգտումներ, որոնք հաջողությամբ իրականացվում են։ Կոնկրետ մեր դեպքում Գյումրիում, մեր ակադեմիա ասած կառույցի մեջ, որտեղ 3 բուհերի մասնաճյուղերն են, նկատելի են ամենատարբեր աշխարհի փոփոխություններ։ Մեկը մի քիչ ավելին է անում, օրինակ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի մեր մասնաճյուղը ունի նախանձելի Հայաստանի շատ բուհերի համար բասկետբոլի եւ վոլեյբոլի հրապարակ, որը կազմակերպել կառուցվել է։ Նախանձելի լաբորատորիաներ եւ դառնում է միջազգային ամենատարբեր ծրագրերի գործընկեր, հա։ Այսինքն ասել թե տրադիցիոն մենակ խնդիրների մեջ են եւ հաղթարման ռեսուրսներ չունեն բուհերը, այդ դրա համար դիտանենք խոշորացնենք, սա աբսուրդ է եւ իրականություն չի դառնալու։ Արդյունքում դժվարելու է Հայաստանում բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը եւ բարձրագույն կրթության ընդհանուր որակը։ Հասկանալի է, որ աշխարհին պետք են կատարողներ եւ ոչ թե գիտնականներ։ Ես դրա մասին արդեն մի անգամ խոսել եմ։ Բայց մյուս կողմից հարց է ծագում, թե այն ինչ աշխարհի համար շատ լավ է եւ ընկալելի է, արդյոք Հայաստանի համար նույնքան լավ է եւ ընկալելի։ Եվ ասեմ, որ ոչ, որովհետեւ աշխարհը տարբեր կորպորատիվ, ասոցիատիվ զարգացումներով հասել է մի կետի, որտեղ մեր գնալ միանալը այսօր եւ այդ կետի շարունակելը Հայաստանում նման է 0-ից սկսելուն։ Հիմա այս իշխանությունը մի հատ եկավ 0-ից Արցախի հարցը բանակցեց, Արցախ չունենք։ Հիմա բուհերի հարցում ուզում եմ հասկանալ, թե 0-ից ինչ-որ բան սկսելը ինչի է տանելու։ Բնական է, որ ոչ միտեղ չի տանելու։ Եվ այստեղ ես մի ուրիշ միտում եմ տեսնում, որի մասին մի տետև ասել եմ տարբեր առիթներով, հիմա մի քիչ զարգացնեմ։ Ինչի են բարձրացնում կոնսերվատորիայի միայն հարցը, եթե բոլոր բուհերը նույն խնդիրների ցուցակում են։ Այսինքն մարզերը բուհեր չեն ունենալու, Երևանի բուհերը հանվելու են, այնտեղ կա Գեղարվեստի ակադեմիա, Թատրոնի կինոյի ինստիտուտ, Ագրարային համալսարան, տնտեսագիտական, պոլիտեխնիկ համալսարան, ճարտարապետական եւ այլն եւ այլն։ Ստեղ միտում կա մտավորականությանը կտրել երկրի անվտանգության եւ ամենատարբեր սուր հարցերից բերել օրավուր մասնագիտական նեղ դաշտեր, որը աստորեն հերվածնելու է մտավորականներին եւ բարձրագույն կրթության ամենատարբեր դերակատարներին կազմակերպիչ, շահառու, սովորող երկրի հետ կապված թիվ 1 խնդիրներից։ Եվ շատ կարևոր է մի բան էլ հասկանալ, ենթադրենք այս ինչ երկիրը Հայաստանում համալսարան է բացել, այդ է պետք է գնա աշտարակ, ունի իր կապիտալը, իր գույքը, իր շենքը, այդ ամբողջ շենքերն էլ են վերցվելու, տարվելու ուրիշ տեղ։ Հասկանում եք, լուրջ հարց կա հայկական բարձրագույն կրթությանը, փաստորեն սրանով հասցվում է ապտակ բառը տեղին է եւ պետք է այդպես ասել, որովհետեւ այդ դեպքում շատերը ուղղակի կվազեն այդ արտասահմանյան այլ երկրների բուհեր,
որոնք կմնան իրանց տեղերում, որտեղ սրանք արդեն իրանց գնաց շենքերն ունեն կամ վարձակալած շենքերն ունեն եւ ինչ-ինչ պայմաններով ձեռնդու աշխատում են մեր երկրի կառավարության հետ։